Նոյեմբերյանի Զորական գյուղի 5 անչափահասներ ծեծել են Նոյեմբերյանի պետական քոլեջի անչափահաս ուսանողին ծեծը նկարահանել ու տարածել համացանցում։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալել են 5 անչափահասներին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պահին դեռահասներն ազատության մեջ են, դատարանը մերժել է կալանավորել նրանց։ Պարզվել է, որ ծեծի մասնակից դեռահասներից մեկը Արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը մեկ շաբաթ անց փրկարարներին հաջողվել է մարել։ Ազատությունը թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանել է, թե ինչ տարածք է մոխրացրել կրակը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձու Մաթևոսյանը հայտնել է, որ հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը եւ կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ տարածքներում։ Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, թե ինչպես են Դիլիջանի անտառներից փախչում արջերը։ Մայրաթորի միաբանները վաղ առավոտի ժողով են հրավիրել Հայաստանի վարչապետին հանդիպած 8 եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրային գործիչ Նայիրի Հոխիկյանը։ Նրա խոսքով վտանգ կա, որ կաթողիկոսին կարող են ձերբակալել։ Հինգշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած սրբազանների քայլը հանրային դժգոհության քննադատության է արժանացել։ Մի շարք հոգևորականներ 8 եպիսկոպոսների վարքը համարել են նողկալի երևույթ, համազոր հակաեկեղեցական արշավին կոչ արել նրանց ապաշխարել, քանզի խոտորվել են առաքելահաստատ կանոնական ճանապարհից։ Կիրակի օրը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի Սուրբ Պատարագի։ Վաղ առավոտյան Facebook-ում նա տեսանյութ է հրապարակել այդ մասին, միաժամանակ նշելով, որ ժամանակին հենց այս եկեղեցում է մկրտվել։ Բաքվում հայգերիների շինծու դատավարության ընթացքում Արցախի նախկին ղեկավարների եւ զինվորականների ադրբեջանցի պաշտպանները միջնորդել են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի եւ մյուսների փաստաբանները պնդել են, որ նրանք հանցավոր խմբի անդամ չեն եւ մեղավոր չեն։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել է, որ մշտապես կդադարեցնի աշխարհի 3-րդ երկրներից ներգաղթը։ Թրամփը քաղաքացիությունից զրկելու է այն ներգաղթյալներին, որոնք խաթարում են ներքին խաղաղությունը եւ արտաքսելու է ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքականության հետ։ Այս հայտարարությունը հաջորդել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով մահացել է ազգային գվարդիայի անդամ, մյուսը լուրջ վիրավորվել։ Դեպքի համար ԱՄՆ-ի առաջնորդը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենին եւ դրագրողին հիմար անվանել։ Նրանք են դա թույլ տվել։ Դու հիմար ես, եթե նման հարց ես տալիս։ Նրանք ինքնաթիռով եկան հազարավոր այլ մարդկանց հետ, որոնք չպետք է այստեղ լինեին։ Կա օրենք, որի համաձայն գրեթե անհնար է նրանց դուրս անելը։ Դուք չեք կարող նրանց դուրս անել, երբ նրանք արդեն մտել են երկիր։ Նրանք եկել են եւ չեն էլ ստուգվել։ Վենեսուելան ուժեղացրել է պաշտպանական պատրաստականությունը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրահանգով։ Մի արեք սխալ հարձակվելով Վենեսուելայի վրա։ Ժողովուրդը եւ զինված ուժերը պատրաստ են պատասխանել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է արմատապես փոխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտավարությունը ծովային գործողություններից անցնելով նաեւ ցամաքային հատված։ Ամերիկյան առաջնորդի խոսքով Միացյալ Նահանգները շատ շուտով կսկսի կոնկրետ գործողություններ Վենեսուելացի նարկոտրաֆիկինգով զբաղվող կասկածյալների ցամաքային երթուղիների արգելափակման դեմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտվի, սակայն միայն այն դեպքում, եթե իրականացվեն հատուկ ռազմական գործողության նպատակները։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ երկրի ռազմավարական շրջադարձը դեպի արևելք եւ հարավ տրամաբանական քայլ է, որը թելադրված է համաշխարհային միտումներով եւ հետեւաբար, եթե պատժամիջոցները վերացվեն, Մոսկվան մեջքը չի թեքի իր նոր գործընկերներից։ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավի 8 շրջաններում գտնվող Հեզբոլլա խմբավորման ռազմավարական թիրախների վրա։ Իսրայելական բանակի խոսնակը հայտարարել է, որ ավիահարվածների կանխարգելիչ բնույթ ունեն։ Գործողության ընթացքում ոչնչացվել են Լիտան գետի հարավում հայտնաբերված ստորգետնյա թաքստոցներ, զինամթերքի պահեստներ եւ հրթիռային կայանքներ, ասել է նա։ Վրաստանի մի շարք քաղաքներում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ է գրանցվել։ Ըստ վրացի մասնագետների, պատճառը օդում պինդ մասնիկների կոնցենտրացիայի բարձրացումն է, ինչն ունի տարածաշրջանային բնույթ եւ պայմանավորված է հարավ-արևմուտքից եւ հարավ-արևելքից փոշու տարածմամբ։